Թեև Շիրակի մարզի դպրոցներում ջեռուցումը սկսելու են նոյեմբերի 10-ից, այնուամենայնիվ բարձր լեռնային գյուղերում, որտեղ ջերմաստիճանի սանդղական նորմայից շատ է ցածր, ջեռուցումն արդեն իրականացվում է։ Աշոտսկի շրջանի Մուսալյան յուղի միջնակարգ դպրոցը, ուր հաճախում են նաև Հարթաշեն, Վարդաղփյուր եւ Սալուտ գյուղերի աշակերտները, նոր է շահագործման հանձնվել եւ մի քանի օր է ինչ տեղափոխվել են այստեղ։ Թեև դրսում ձյուն է, բայց ջեռուցում դեռ չկա, վերջին տեխնիկական աշխատանքներն են կատարվում, ասում է դպրոցի տնօրենը։ Կաթսայատունը սաշկին է, պարզապես առաջանում են մի քիչ խնդիրներ, շինարարները պիտի գան, որ միացնեն։ Մուսալյան գյուղը գտնվում է Հայաստանի ամենահեռավոր եւ ամենացուրտ գոտում։ Տարիներ շարունակ չի ունեցել տիպային դպրոց։ Նոր դպրոցը տեղեկատվական տեխնոլոգիաներով հարուստ չէ, բայց զուրկ էլ չէ։ Դպրոցում 4 համակարգիչ կա, որը ճիշտ է չի բավականացնում, բայց գոնե հնարավորություն է ընձեռում դասապրոցեսն անցկացնել ժամանակակից մեթոդներով, ասում է գերմաներենի ուսուցչուհին։ Ես ուզում եմ սա, որ երեխաները լսեն անձամբ գերմանացուց։ Մինչ այդ լսել են ինձանից, բայց նման հնարավորություն ես չեմ ունեցել, որ իրենք լսեն նաև գերմանացուց սրանք։ Առաջինից 4-րդ դասարանցիները դպրոցում անվճար սնվելու հնարավորություն ունեն, բայց առայժմ ամբողջ դպրոցն է զրկված սպորտ դահլիճից։ Բակի բարեկարգման եւ սպորտ դահլիճի կառուցման աշխատանքները սկսելու են գարնանը։ Ուսուցիչները բոլորը տեղացի են, հետեւաբար ձյունն ու բուքը դասապրոցեսի անցկացման վրա չի ազդում։ Միայն մի քանի անգամ է, որ բքի պատճառով երեխաները չեն կարողացել մասնակցել օլիմպիադաներին։ Դպրոցում մասնակցել եմ բազմաթիվ օլիմպիադաների, հիմնականում բքի պատճառով քիչ եմ մասնակցում, որովհետև ճանապարհների փակվելու խնդիր է լինում։ Կլինի այս տարի ձյուն առատ թե ոչ, դեռ վաղ է կանխատեսել, բայց ցրտաշունչ քամիներն արդեն սկսվել են։ Պրեսեյեմ, Գյումրի։